Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Այս հաղորդաժամին կլսեք Հայկական հարցի շրջափուլերը, մաս 3։ Հայկական հարցի պատմությունը տարբեր դրվագներով ու փաստերով վկայում է այն մասին, որ եվրոպական մեծ տերությունները, ելնելով իրենց տարաբնույթ շահերից, իրականում այդ խնդիրը ծառայեցրել են սեփական երկրի նպատակները կյանքի կոչելուն։ Այդ քաղաքականությունը դրսևորվել է նաև 1916 թվականի մայիսի 16-ին կնքված Սայքս-Պիկոյի համաձայնագրում։ Փաստենք, որ ցարական Ռուսաստանը, չնայած արևմտյան Հայաստանի ազատագրությանն առնչվող խոստումներին, նույնպես առաջ էր մղում իր մեծապետական շահը այդ տարածաշրջանում։ Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ Ըստ Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրի Անտանտեի տերությունները որոշել էին Օսմանյան կայսրության տարածքները բաժանել իրար միջև եւ Ռուսաստանին բաժին էր հասնում արևմտյան Հայաստանը եւ կյանքը ցույց տվեց, որ ցարական իշխանությունները որևէ նպատակ չունեին արևմտյան Հայաստանում հայկական պետություն ստեղծելու, այդ տարածքը պարզապես ուզում էին միացնել ռուսական կայսրությանը եւ հայերի խորը հիասթափության պատճառ դարձան։ Պատկերացնում էինք անկախ պետություն արևմտյան Հայաստանում, բայց դրա փոխարեն ստացանք ընդամենը ռուսական կայսրությանը միանալու ենթակա մի տարածք, ավերված, քայքայված, բնակչությունը տեղահանված։ Ասենք, որ ցարական իշխանությունները ինչ որտեղ նաև խոչընդոտում էին արևմտահայ բռնագաղթածների վերադարձին արևմտյան Հայաստան, որովհետև նպատակ կար այդ տարածքները ռուսներով բնակեցնելու եւ ավելի, այսպես ասած, ամուր հենարան ստեղծելու իրենց համար եւ այդ իսկ պատճառով նաև թույլ չէին տալիս, որ բռնագաղթած արևմտահայերը վերադառնան այդ տարածքներ։ Եվ ինչ որտեղ ռուսական այդ տեսակետները համապատասխանում էին թուրքական տեսակետներին արևմտյան Հայաստանի պահով, ինչպես որ թուրքերն էին ժամանակին ժողովրդագրական աճպարարությունների դիմելով ասում, որ ինքնավարությունը ծիծաղելի է արևմտյան Հայաստանի պարագայում, ասում են, որ արևմտյան Հայաստանում հայերը կազմում են բնակչության ընդամենը 17%-ը եւ հետեւաբար այդտեղ իրատեսական չէ ինքնավարության մասին խոսել։ Այդ նույն տրամաբանությամբ նաև ցարական իշխանություններն էին մեկնաբանում խնդիրը, օրինակ նրանց արտգործնախարարը Սազոնովը ասում էր, որ այն տարածքներում, որտեղ հայերը ուզում են անկախ պետություն ձևավորել, մինչև առաջին համաշխարհային պատերազմը 1/4-ից էլ, այսինքն 25%-ից էլ պակաս է եղել հայերի տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր կազմի մեջ։ Իհարկե դեմոգրաֆիական իրավիճակը բարդ էր, բայց մի քիչ ուռճացվածություն կա այստեղ, անշուշտ կային տեղեր, որ հայերը մեծամասնություն էին կազմում, օրինակ Վանի վիլայեթում հայերը 50%-ից ավելն էին կազմում։ Իսկ ահա ըստ Սազանովի այն պատժիչ գործողություններից հետո նկատի ունի ցեղասպանությունը, որը թուրքերը իրականացրել են հայերի նկատմամբ, էլ ավելի է պակասել հայերի թվականակը արևմտյան Հայաստանում եւ այնտեղ իրատեսական չէ հայկական պետություն ձևավորելը։ Բայց ամեն ինչը ցույց է տալիս, որ ռուսները գրավելով արևմտյան Հայաստանի տարածքը բնավել մտադրություն չունեին այնտեղ հայկական պետություն ստեղծել, այլ ուզում են դա ուղղակի միացնել իրենց որպես սովորական մի տարածք։ Պետք է ասել, որ հայկական հարցի դրական լուծման համար մի լուսավոր կետ եղավ այս ժամանակաշրջանում Ռուսաստանի ժամանակավոր կառավարության քաղաքականությունը։ 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն եւ ցարիզմը տապալվեց եւ իշխանության եկավ ժամանակավոր կառավարությունը։ Եվ նրանք փոխեցին իրենց մոտեցումը արևմտյան Հայաստանի նկատմամբ եւ դա պայմանավորված էր ընդհանուր առմամբ իրենց աշխարհաքաղաքական տեսլականի փոփոխությամբ։
ուղղությամբ։ Նրանք հասկանալով, որ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներին տիրանալը ամեն դեպքում իրատեսական չէ, իրենց համար բախվելու են թեկուզ իրենց դաշնակից եվրոպական մյուս երկրների դիմադրությանը, այդ իսկ պատճառով փոխեցին իրենց աշխարհաքաղաքական մոտեցումները եւ որոշեցին Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքով դուրս գալ դեպի միջերկրական ծով եւ դրանով ստեղծել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների այլընտրանքը իրենց համար։ Եվ այդ իսկ պատճառով իրենք փոխեցին նաեւ Արևմտյան Հայաստանի հանդեպ իրենց քաղաքականությունը, տեսլականը այսպես էր, որ պետք է Արևմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում հայկական մի պետություն ստեղծվի ռուսական հովանավորության ներքո, որի միջոցով իրենք հասանելիություն կունենան դեպի միջերկրական ծով։ Եվ այս ընթացքում նրանք նպաստեցին արևմտահայ գաղթականների վերադարձին, մոտ 150,000 մարդ վերադարձավ Արևմտյան Հայաստան։ Ռուսական բանակում կռվող ազգությամբ հայերից ձևավորվեցին հայկական ջոկատներ, հայկական զինված ուժեր այդ տարածքներում հայերի անվտանգությունը ապահովելու համար քրդերից, այլ մուսուլմանական զանգվածներից։ Նաև ստեղծվեցին հիվանդանոցներ, սննդակայաններ, ծանր վիճակում հայտնված բնակչությանը օգնելու համար եւ կարելի ասել այդ ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում կյանքը քիչ թե շատ մտավ իր բնականon հունի մեջ։ Հայրենիք վերադարձած արևմտահայերը սկսեցին քիչ թե շատ նորմալ կյանքով ապրել։ Պատկերավոր ասած հայ գյուղացին մի ձեռքում բահ, մյուս ձեռքում հրացան բռնած մշակում էր իր հողը եւ հույսով էր նայում ապագային։ Ամբողջ հայկական հարցի պատմության մեջ կարելի ասել սա միակ լուսավոր դրվագն է, երբ որ թվում էր, թե այդքան զոհողություններից, այդքան մեծ կորուստներից, տառապանքներից հետո ի վերջո մոտ է այդ բաղձալի անկախ հայկական պետության ստեղծման պահը, բայց դա կարճ տևեց եւ հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցավ նոր հեղափոխություն, այս անգամ արդեն բոլշևիկյան հեղափոխությունը եւ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Բոլշևիկներն էլ արտաքնապես ընդունում էին Արևմտյան Հայաստանում հայկական պետություն ստեղծելու գաղափարը, նույնիսկ փաստաթուղթ ընդունեցին այդ մասին, խոսքը Թրքահայաստանի դեկրետի մասին է, որով հենց նախատեսվում էր Արևմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծում, բայց գործնականում այնպես էր, որ բոլոր հնարավորությունները այդ պետության ստեղծման դեկրետով նախատեսված էր, որ բացառվում էին։ Մասնավորապես ըստ այդ դեկրետի ռուսական զորքերը պետք է դուրս գային Արևմտյան Հայաստանի տարածքից եւ պարզ է, որ նրանց հեռանալուց հետո թուրքերը անմիջապես գրոհի էին անցնելու եւ հետ էին վերելու իրենց կորցրած այդ տարածքները, այն տարածքները, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել էին եւ այդպես էլ եղավ հունվարին սկսեց թուրքական այդ հարձակումը եւ շարունակվեց մինչեւ մայիս 1918 թվականի մասին է խոսքը, երբ որ տեղի ունեցան մայիսյան հերոսամարտերը եւ արդյունքում ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այստեղ պետք է ասել, որ կարևոր դեր խաղաց նաեւ քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում։ Եթե ասենք այդ քաղաքացիական պատերազմը չլիներ, Ռուսաստանը դուրս չմղվեր այս տարածաշրջանից, գուցե ինչ որտեղ հնարավոր լիներ այդ ծրագիրը կյանքի կոչել։ Պետք է նշենք, որ իշխանության գալուց հետո բոլշևիկները անմիջապես սեպարատ առանձին բանակցությունների մեջ մտան հակառակորդ դաշինքի երեք միության երկրների հետ եւ կնքեցին Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Դա միայն հայերին չէր վերաբերվում, Ռուսաստանը մեծ տարածքային կորուստներ էր կրում դրա արդյունքում, բայց ինչը որ վերաբերում էր հայերին, այն է, որ Ռուսաստանը պարտավորվում էր ոչ միայն Թուրքիային վերադարձնել Արևմտյան Հայաստանի գրաված տարածքները, այն տարածքները, որ առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում էր գրավել, այլ նաեւ 1877-78 թվականներին ձեռք բերած տարածքները, այսինքն պետք է ռուս-թուրքական սահմանը վերադառնար մինչև 1977-78 թվականների սահմանը։ Իսկ դա արդեն ընկնում է Կարսը, Արդահանը, Օլթին, այն շրջանները, որոնք 1877-78 թվականներին էին անցել Ռուսաստանին։ Այսինքն ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլ նաև Արևելյան Հայաստանի հսկայական տարածքներ
անցնում էին Թուրքիային եւ թուրքերը արագ օգտվելով դրանից սկսեցին հարձակումը եւ կարճ ժամանակում չնայած հայկական զինված ուժերի արևմտահայ ջոկատների որոշակի դիմադրությանը այնուամենայնիվ պարզ է որ ուժերը այստեղ անհավասար էին եւ հայությունը չէր կարողանալու թուրքերից իր հայրենիքը պաշտպանելու խնդիրը լուծել եւ այդ բոլոր տարածքները նորից անցան թուրքերին Հայկական հարցի բարենպաստ լուծման համար որոշակի դրական հանգամանք եղավ առաջին հանրապետության ծնունդը 1918 թվականի մայիսին եւ այս ամբողջ ժամանակահատվածում ավելի կոնկրետ ասենք առաջի համաշխարհային պատերազմի ավարտից Մուտրոսի զինադադարից մինչեւ Հայաստանի առաջին հանրապետության անկումը հայկական դիվանագիտությունը ձգտել է ամեն կերպ եվրոպական երկրների օգնությամբ դաշնակից պետությունների օգնությամբ լուծել հայկական հարցը հոգուտ մեզ եւ դրա գագաթնակետը եղավ Սևերի պայմանագիրը։ Կային չափավոր տեսակետի կողմնակիցներ, ծայրահեղ տեսակետի կողմնակիցներ, չափավոր տեսակետի կողմնակիցները կարծում էին, որ հնարավոր է հայկական պետություն ստեղծել միայն արևմտյան Հայաստանի 6 վիլայեթների տարածքում, իսկ հա ավելի ծայրահեղ տեսակետի կողմնակիցները գտնում են, որ պետք է ծովից ծով Հայաստան լինի, մինչև Կիլիկիա, Կիլիկիայից մինչև Սևծով։ Բոլոր դեպքերում հայկական հարցի դրական լուծման գագաթնակետը եղավ Սևերի պայմանագիրը, որով նախատեսվում էր Արևմտյան Հայաստանի 4 վիլայեթներում հայկական պետություն ստեղծել, իսկ այդ պետության սահմաններն էլ պետք է գծվեին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, որը արեց 1920 թվականի նոյեմբեր ամսին, երբ որ ընթանում էր արդեն թուրք-հայկական պատերազմը։ Քննադատություններ կային Սևերի պայմանագրի հետ կապված, ասենք որոշ քաղաքական գործիչներ ուժեր գտնում էին, որ 4 վիլայեթի տարածքում հայկական պետություն ստեղծելը քիչ է, ավելի մեծ տարածքներ են մեզ պետք, ընդհանուր մինչև Կիլիկիա եւ այլն, բայց դա էր ինչ որ կար, դա հնարավոր եղավ ձեռք բերել, բայց դա այդպես էլ մնաց թղթի վրա եւ Արևմտյան Հայաստանում հայկական պետություն ստեղծելու գաղափարը Լոզանի կոնֆերանսում, արդեն որը հրավիրվել էր Սևերի պայմանագիրը վերանայելու համար, Լոզանի կոնֆերանսում փոխարինվեց ազգային օջախ ստեղծելու գաղափարով։ Դա ենթադրում էր հայ գաղթականների վերադարձ Արևմտյան Հայաստան եւ ինչ որտեղ ինքնավարության գաղափար էր իրենից ներկայացնում, թեև շատ անորոշ տարտամ ձևով էր այդ ամեն ինչը ձևակերպված, բայց թուրքերը ի սկզբանե մերժեցին այդ գաղափարը եւ ասացին, որ ահա կա խորհրդային Հայաստանը, դրանով լուծված է հայկական հարցը, դա եւ օջախը եւ պետությունը ամեն ինչը, եթե հայկական հարցը դա հայկական պետության ստեղծման հարց է, ահա խնդրեմ կա Հայաստանի Հանրապետություն, կա հիմա արդեն խորհրդային Հայաստան, դրանով հայկական հարցը լուծված է։ Իդեպ թուրքերն էլ այստեղ հետաքրքիր մոտեցում ունեին, ասում են, որ իրենք երբեք դեմ չեն հայկական պետության ձևավորմանը, ասում են, իրենք դեմ չեն, որ հայերը ունենան իրենց ազգային պետությունը, բայց դա չպետք է լինի օսմանյան տարածքների վրա, դա կարող է լինել ռուսական տարածքների վրա եւ խնդրեմ, ահա ռուսական տարածքների վրա հայերը իրենց պետությունը ստեղծել են եւ դրանով հայկական հարցը լուծվել է եւ իդեպ նույնիսկ պարծենում էին, որ իրենք են լուծել հայկական հարցը, որովհետեւ Բաթումի պայմանագրով Թուրքիան առաջի պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն եւ ճանաչելով հայկական պետությունը, թուրքերը նաեւ իրենց վերագրեցին հայկական հարցը լուծողի պատիվը։ Մի խոսքով այդ ազգային օջախն էլ անմիջապես թուրքերի կողմից մերժվեց, իսկ մեծ տերություններն էլ այլևս չունենալով ոչ ռեսուրս, ոչ շահեր, չպնդեցին այդ գաղափարի վրա եւ դա այդպես էլ դուրս մղվեց օրակարգից, այդպես ասած, եւ լավագույն դեպքում փոխարինվեց եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, այլ երկրներում ապաստանած հայ գաղթականներին օգնության գաղափարներով։ Սկզբից կար հայկական պետություն ստեղծելու գաղափար, դա փոխարինվեց փաստորեն ազգային օջախի գաղափարով եւ այդ օջախն էլ փոխարինվեց ընդհանրապես տարբեր երկրներում ապաստանած գաղթականներին օգնության գաղափարով։ Հայկական հարցի շրջափուլերը թեմային անդրադարձավ սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ Շարունակությունը կլսեք հաջորդ հաղորդաժամին։ Ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։
Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։